Շարունակում ենք գործել մեր նապաստակին, նապաստակը ըստ էության պատրաստ է, այժմ ժամանակն է, որպեսզի միասին գործենք մեր նապաստակի այս գեղեցիկ զգեստը։ Ինչպես նշել եմ, ես գործելու եմ երկու գույներով, մոխրագույնով և մանուշակագույնով և 2.5 մմ չափի հելունով, կարող եք նաև 3 մմ չափի հելունով անել, ավելի ազատ, ավելի լայն կնստի վրան։ Սկսում եմ ես գործել մանուշակագույնով և անելու ենք 49 օդային օղակից բաղկացած շղթա։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, 10 և 49, ահա ես գործեցի 49 օդային օղակից բաղկացած շղթա, գործելու ենք վերևից ներքև, զգեստը սկսելու ենք վզից, սա ըստ էության վզի հատվածն է մեր նապաստակի զգեստի։ Եվ երկրորդ օղակից սկսած, այս առաջին օղակը բաց ենք թողնում, երկրորդ օղակից սկսած գործում ենք 48 սյունիկ, սովորական անթել սյունիկներ։ 1, 2, 3, 4, 5 և այսպես մինչև վերջ 48 սյունիկ պետք է ստացվի։ Ահա ես գործեցի այդ 48 անթել սյունիկները, այստեղ անում ենք օդային օղակ վերջում և պտտում ենք գործվածքը, որ հակառակ ուղղությամբ գործենք հաջորդ շարքը։ Ովքեր ինձ հետ գործել են իմ նախորդ փափուկ արջի սխեման, կհիշեք, որ այնտեղ արել ենք շապիկ ենք գործել, սպիտակ շապիկ ենք գործել, որը գործել ենք մի տեխնիկայով, որը կոչվում է ռեգլան։ Դա այն է, երբ որ միանգամից սկսում ենք գործել վզից և սկսում ենք առանձնացնել թևերը, թևատակերը, մեջքը և հետնամասը։ Հիմա այս զգեստը նույնպես այդ տեխնիկայով ենք գործելու։ Այս շարքից սկսած մենք սկսելու ենք անել շարքեր, որոնցով որ առանձնացնելու ենք նշածս մասերը։ Դրա համար հիմա այստեղ գործում ենք 7 սյունիկ, սովորական 7 անթել սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Հետո անելու ենք, այս հատվածում անելու ենք ռեգլան։ Ինչ է իրանից ներկայացնում ռեգլանը, գործելու ենք 1 սյունիկ, անելու ենք 2 օդային օղակ և նույն սյունիկի մեջ ևս 1 սյունիկ։ Արջի շապիկի դեպքում թելով սյունիկներով ենք գործել և 1 օդային օղակ ենք արել, ինչքան որ հիշում եմ, այդպես էլ է լինում։ Ահա, գործեցի 1 սյունիկ, արեցի 2 օդային օղակ և նույն սյունիկի մեջ էլի գործում երկրորդ սյունիկը։ Այսպես առանձնացվելու են, տեսեք, արդեն իսկ առանձնացավ մեր զգեստի մասերը։ Այնուհետև այս հատվածում գործում ենք 8 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Այստեղ նորից անելու ենք ռեգլան, այսինքն գործում ենք սյունիկ, 2 հատ օդային օղակ, 2 և նույն սյունիկի մեջ ևս 1 սյունիկ։ Հետո այս հատվածում գործում ենք 14 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14։
Այստեղ նորից անելու ենք ռեգլան։ Սյունիկ, երկու օդային օղակ և նույն սյունիկի մեջ ևս մեկ սյունիկ։ Այնուհետև գործում ենք 8 սյունիկ այս հատվածում։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Նորից անում ենք ռեգլան։ Գործում ենք հաջորդ սյունիկի մեջ 1 սյունիկ, 2 օդային օղակ և նույնի մեջ էլի 1 սյունիկ։ Եվ այստեղ մեզ մնաց 7 սյունիկ, գործում ենք պարզապես 7 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6 և վերջին սյունիկի մեջ 7։ Անում ենք օդային օղակ, պտտում ենք գործվածքը, որ հակառակ կողմով գործենք։ Տեսեք, ինչպես տեսնում եք, հստակ երևում են այս առանձնացված հատվածները։ Այս երկուսը մեր զգեստի հետևամասերն են, այս երկուսը թևերն են, սա էլ կրծքավանդակի հատվածն է։ Հաջորդ երրորդ շարքում այսպես գործելով գալու ենք, հասնելու ենք մեր այս ռեգլանին, այս ռեգլանի կամարի մեջ, օդային օղակներից բաղկացած այս կամարների մեջ, բոլոր այս կամարների մեջ էլի գործելու ենք ռեգլան։ Այսինքն 1 սյունիկ, օդային օղակ 2 հատ և ևս 1 սյունիկ նույն սյունիկի մեջ։ Էլ հաշվելու կարիք ըստ էության չկա։ Եթե ցանկություն ունեք, կարող եք հաշվել հատերը, բայց իմաստ չունի պարզապես, քանի որ այսպես հստակ երևում են տեղերը։ Գործում ենք այստեղ։ Ես էլ չեմ հաշվելու, գործելու եմ, հասնելու եմ մինչև այս ռեգլանի մոտ, անելու եմ ռեգլան ու շարունակեմ։ Տեսեք, եկա, այստեղ մի սյունիկ էլ կսել ենք անում, եկա հասա այս մեր ռեգլանի կամարի մեջ, այստեղ հենց կամարի մեջ անում եմ 1 սյունիկ, 2 օդային օղակ, 1 սյունիկ, այսինքն յուրաքանչյուր այդ ռեգլանի վրա էլի անելու ենք ռեգլան ու շարունակում եմ մյուս սյունիկների վրա գործել մինչև հաջորդ ռեգլանը։ Եվ այստեղ էլի հասա ռեգլանի կամարի մեջ, էլի անելու եմ սյունիկ, 2 հատ օդային օղակ և էլի նույն կամարի մեջ սյունիկ։ Եվ շարունակում եմ գործել։ Սա արդեն կրծքավանդակի հատվածն է։ Դեպ եթե դիտում եք այս տեսանյութը, ինձ հետ գործելու եք, խնդրում եմ ակտիվ լինեք, մեկնաբանություն գրեք, լայքեք, բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, դա ինձ շատ մեծ մոտիվացիա է տալիս էլի հետաքրքիր բաներ նկարելու համար։ Նորից գործեցի, եկա հասա մեր հաջորդ ռեգլանին, այստեղ էլի ռեգլանի կամարի մեջ անելու եմ ռեգլան 1 սյունիկ, 2 օդային օղակ և նորից 1 սյունիկ ու շարունակում եմ էլի գործել մինչև հաջորդ ռեգլանը։ Էլի եկա հասա մեր ռեգլանին, 1 սյունիկ, 2 օդային օղակ և 1 սյունիկ նույն կամարի մեջ։ Եվ վերջ, այստեղ վերջում մնացած սյունիկները պարզապես գործում ենք անթել սյունիկներ մինչև վերջ։ Վերջում էլի անում ենք օդային օղակ, պտտում ենք գործվածքը։
Տեսեք, սա մեր երրորդ շարքն էր։ Հիմա 4-րդ ու 5-րդ շարքերը նույն կերպ կրկնում ենք։ Այսինքն գործում ենք այստեղ հասնում ենք ռեգլանին, էլի այս կամարի մեջ գործում ենք ռեգլան։ 1 սյունիկ, 2 օդային օղակ, 1 սյունիկ նույն կամարի մեջ։ Էլի գործելով անթել սյունիկներ գալիս ենք հասնում ենք այստեղ, նույնը անում ենք այս կամարի մեջ։ Էլի գործելով գալիս ենք հասնում ենք այստեղ, նույնը անում ենք այս կամարի մեջ։ Գալիս ենք գործելով, էլի նույնը այստեղ ու մինչև վերջ։ Երկու շարք նույն պրինցիպով, նույն տրամաբանությամբ գործում ենք 4-րդ ու 5-րդ շարքերը։ Ինձ թվում է ցույց տալու կարիք էլ չկա այս հատվածը։ Եկեք գործենք ու վերադառնանք շարունակենք։ Եվ իհարկե չենք մոռանում յուրաքանչյուր շարքի վերջում անել օդային օղակ, հետո պտտել գործվածքը, որ այս հակառակ կողմով արդեն գործել։ Ահա ես գործեցի այդ երկու շարքերը, շարքի վերջում անում եմ օդային օղակ պտտումը։ Եվ այս շարքում արդեն 6-րդ շարքում մենք առանձնացնելու ենք թևերը։ Դրա համար գործելու ենք այստեղ մինչև մեր ռեգլանը հիմա էլի, մեր առաջին ռեգլանը մինչև։ Ես գործելու եմ նաև այս ռեգլանի մեջը։ 1 սյունիկ նաև այս մեր կամարի մեջ ենք անում։ Հետո անում եմ այստեղ 6 հատ օդային օղակ։ 1, 2, 3, 4, 5, 6։ Սա մեր թևատակն է լինելու զգեստի։ Եվ այս հատվածը բաց ենք թողնում, գալիս ենք մեր այս մյուս ռեգլանից, միացնում ենք և միանգամից գործում ենք էլի սյունիկներ, շարունակում ենք գործել։ Տեսեք, միացրեցինք այդ ռեգլանի միջից և շարունակում ենք գործել անթել սյունիկներ էլի, մինչև հաջորդ ռեգլանը էլի։ Դեպ նույն տեխնիկայով ցանկացած խաղալիքի զգեստ կարող եք գործել ըստ ձեր խաղալիքի չափի ավելացնելով կամ պակասեցնելով սյունիկների թիվը։ Եկանք հասանք այստեղ, այս ռեգլանի մեջ էլ եմ գործում էլի սյունիկ և անում եմ էլի 6 հատ օդային օղակ։ 1, 2, 3, 4, 5, 6։ Եվ այստեղ այս հատվածը բաց ենք թողնում, բերում ենք միացնում ենք մեր վերջին ռեգլանին, ռեգլանի այս կամարին ու գործում ենք սյունիկ, անթել սյունիկ և շարունակում ենք էլի մինչև վերջ գործել անթել սյունիկներ։ Վերջին հելի գործում ենք, էլի օդային օղակ ու շրջում ենք։ Տեսեք ինչպես է ձևավորվում մեր զգեստի վերնամասը։ Եվ շարունակում ենք գործել 7-րդ շարքում գործելու ենք էլի անթել սյունիկներ սովորական։ Գործում ենք սյունիկներով, գալիս ենք, հասնում ենք մեր օդային օղակներով շղթայինը։
բոլոր սյունիկները գործելով եկանք հասանք մեր շղթային, այստեղ ինչպես հիշում եք, մենք ունեինք 6 օդային օղակից բաղկացած շղթա։ Հենց այս կամարի մեջ, այս հատվածում գործում ենք 6 սյունիկ։ Գործում ենք ոչ թե կիսասյունիկների մեջ, այլ հենց այս հատվածով ենք մտցնում հելունը։ 1 2 3 4 5 և 6 և շարունակում ենք գործել, կրծքաբնդակի հատվածն ենք արդեն, ես հիմա այսպես առանց հաշվելու պարզապես գործելով գնում եմ, ինչպես նշեցի, առանձնապես հատիկ հաշվելու իմաստ չկա սա գործելու ժամանակ, առաջին 2 շարքերը միայն պարտադիր է հաշվելը առանձնացնելը, մնացածը արդեն ըստ մեր բաժանումների, ըստ մեր ռեգլանների գործում ենք, իմաստ տանջելու իմաստ չկա։ Էլի եկանք հասանք մեր այս 6 օդային օղակից բաղկացած շղթային, էլի մեջը գործելու ենք 6 սյունիկ։ 1 2 3 4 5 6 և այս շարունակում ենք էլի գործել մինչև շարքի վերջ։ Հասավերջին ես արդեն ուզում եմ այս հատվածում փոխել գույնը, մոխրագույնով շարունակել գործել հաջորդ շարքերը։ Այդ պատճառով այս մեր վերջին սյունիկը կիսատ եմ թողնում, տեսեք, վերցնում եմ թելը, այսպես թելունի վրա 2 հատ թել ունենք և միացնում եմ մոխրագույնը ու արդեն սյունիկը ավարտում եմ մոխրագույնով։ Այսպես, վերջ։ Եվ այստեղ էլի անում եմ օդային օղակ, պտտում եմ գործվածքը։ Մանուշակագույնը արդեն կտրում եմ, դուք եթե նույն գույնով եք գործելու, այս ամեն ինչը անելու անհրաժեշտություն բնականաբար չկա։ Այստեղ կապեմ իրար։ Եվ արդեն շարունակելու ենք գործել մեր 8-րդ շարքն է լինելու։ 8-րդ շարքից սկսած մենք արդեն գործելու ենք թելով սյունիկներ, մինչ այժմ գործում ենք անթել սյունիկներ, այս շարքից սկսած գործելու ենք թելով սյունիկներ։ 8-րդ շարքում անելու ենք ավելացումներ բոլոր սյունիկների մեջ, այսինքն յուրաքանչյուր սյունիկի մեջ գործելու ենք երկուական սյունիկ, երկուական թելով սյունիկ։ Ու այդպես սկսում ենք, մինչև շարքի վերջ անելու ենք ավելացումներ։ 1 սյունիկ, երկրորդ սյունիկը էլի նույն սյունիկի մեջ, հաջորդը էլի 1 սյունիկ, էլի նույն սյունիկի մեջ, երկրորդ սյունիկը ու այսպես մինչև շարքի վերջ թելով սյունիկներով ավելացումներ ենք անելու։ Որպեսզի ձևավորենք զգեստի ուռուցիկությունը, հա։ Կրծքի տակից այդպես ուռուցիկ բացվելու է զգեստը։ Ինձ թվում է ինչ-որ թույց տալու առանձնապես բան էլ չկա, մինչև շարքի վերջ, ինչպես նշեցի, ամբողջ այս հատվածներն էլ գործելով, այսպես ամբողջ շրջանով գործելով, անում ենք ավելացումներ յուրաքանչյուր սյունիկի մեջ։ Եկեք գործենք, վերադառնանք, վերջում կասեմ ինչ ենք անելու այս շարքի վերջում։ Ահա, ես գործեցի մեր 8-րդ շարքը, տեսեք, այսպիսի ավելացումներ ստացվեցին թելով։ Եվ այստեղ արդեն բերում ենք, միացնում ենք մեր շարքի սկզբին, այն ամենաառաջի օդային օղակին,
միացնող սյունիկ ենք անում այստեղ պարզապես եւ արդեն հաջորդ շարքերը պարզապես գործելու ենք թելով սյունիկներ շրջանաձև արդեն քանի որ միացրեցինք այսինքն մինչև շարքի վերջ գալու շրջելու կարիք չկա արդեն շրջանաձև գործելու ենք յուրաքանչյուր շարքի սկզբում անում ենք 2 հատ թելով սյունի 2 հատ օդային օղակ կներեք եւ շարունակում ենք գործել թելով սյունիկներ գալիս ենք այստեղ հասնում ենք նորից այստեղ անում ենք միացնող սյունիկ էլի 2 օդային օղակ ու էլի շարունակում ենք գործել հաջորդ շարքը այդպես շարունակ գործելու ենք մոտավորապես 9 շարք տեսեք 9 կամ 10 շարք պետք է 10 շարք պետք է գործեք նայեք ձեր խաղալիքին թե ինչպես է նստում հա ինչ երկարության եք ուզում լինի գուցե ավել կամ պակաս կարիք լինի շարքերը գործելու Բարբերաբար փորձեք, եթե տեսնում եք բավարար է երկարությունը, մենք գիտե տակը 1 սանտիմետրի չափով էլ եզրակար ենք անելու, հետևաբար դա էլ հաշվի առեք, ու ըստ դրա գործեք շարքերը։ Ես գործելու եմ ամենայն հավանականությամբ 9 շարք։ Նույնությամբ առանց ինչ-որ մի բան փոխելու, պարզապես այդպես շարքերով, թելով սյունիկներ գործելով իջնելու ենք, ինչպես նշեցի, անում ենք 2 օդային օղակ, թելով սյունիկներ գործելով գնում ենք մինչև շարքի վերջ հենց կանք հասնենք այստեղ անելու ենք միացնող սյունիկ այս մեր 2 օդային օղակից բաղկացած այս հատվածից ու էլի հաջորդ շարքը նույն կերպ էլի 2 հատ օդային օղակ ենք անելու էլի հաջորդ շարքը անենք էլի նույն կերպ բոլոր շարքերը այդպես անելու ենք իսկ թվում է պարզ է եկեք սա գործենք հետո վերադառնանք, որ արդեն անենք եզրակարը։ Ես գործեցի 8 շարք, իմ խաղալիքի դեպքում այսքանը բավական է 8 շարքը, բավական եղավ, ինձ դուր է գալիս մի փոքր կարճ լինի այս խաղալիքի դեպքում, նախորդը ավելի երկար եմ արել։ Մի խոսքով 8 շարք գործեցի, քանի որ 1 շարք է դեռ եզրապատում ենք անելու, սա լիովին բավարար է իմ խաղալիքի դեպքում, այստեղ եւս 1 շարք մանուշակագույնով արեցի, հետևաբար այստեղ արդեն մոխրագույնը ամրացնում եմ միացնող սյունիկով ու օդային օղակով, կտրում եմ, որ հետո թաքցնեմ։ Առայժմ մեզ մոխրագույնը պետք չի։ Եզրապատումը որոշեցի անեմ սպիտակով, ավելի ճիշտ ինձ մոտ ոչ թե հենց սպիտակ է, ջերմակ սպիտակ է, այլ կաթնագույն է, այդ գույնով եմ որոշել անել, դուք կարող եք անել նույն գույնով, եթե նույն գույնով եք անելու, այստեղ կարիք չկա, հա, ամրացնել ու կտրել թելը, շարունակում եք գործել, չգիտեմ, կարող եք անել սպիտակով, ինչպես ցանկանում եք, ինչպես ձեր աչքին հաճելի է, ինչ թել որ ունեք դուք։ Ես եզրապատումը անում եմ այս գույնի թելով, կաթնագույն է, հա, կաթնագույնը շատ սպիտակ է, բայց ոչ լրիվ ճերմակ սպիտակ, ավելի շատ կաթնագույնին է խփում։ Սրանով եմ անելու, քանի որ ծաղիկներն էլ եմ ուզում այս գույնով անել։ Ինձ թվում է գեղեցիկ պետք է որ ստացվի։ Տեսնենք, ամրացնում եմ թելը այստեղ։ Այս հատվածից եմ անում, որպեսզի այս միացման հատվածից չլինի, ձեզ կարողանամ ավելի պարզ ցույց տալ, հա։ Դուք կարող եք միանգամից այս հատվածից միացնել։ Այստեղ մի տեղից, ինչ որ մի տեղից միացնում ենք, անում ենք օդային օղակ եւ նույն սյունիկի մեջ անում եմ անթել սյունիկ սովորական։ Ահա։ Այ այսպես։ Հետո, այս մեր անթել սյունիկից հետո հաջորդ սյունիկը բաց ենք թողնում, չենք գործում։ Մյուս սյունիկին, նույն սյունիկի մեջ գործելու ենք 4 հատ 1 թելով սյունիկ։ Նույն սյունիկի մեջ, տեսեք, 1, հիմա երկրորդ թելով սյունիկը, երրորդ թելով սյունիկը նույն սյունիկի մեջ և չորրորդ թելով սյունիկը նույն սյունիկի մեջ։ Նայեք, նույն սյունիկի մեջ եմ գործել այս բոլոր 4 հատ թելով սյունիկները։ Հիմա սրա հաջորդ սյունիկը նույնպես բաց ենք թողնում, այստեղ մյուսը գործում ենք սովորական անթել սյունիկ։ Սրա հաջորդն էլ ենք բաց թողնում, սա, և հաջորդին էլի գործում ենք 4 հատ թելով սյունիկ։ 1, 2, նույնի մեջ, 3, 4,
Տեսեք։ Հիմա հաջորդ սյունիկը էլի բաց ենք թողնում, մյուսին գործում ենք անթել սյունիկ, մեկ հատ։ Նորից այս հաջորդը բաց ենք թողնում, այստեղ ինձ մոտ արդեն միացման հատվածն է լինում։ Գործելու ենք էլի 4 հատ թելով սյունիկ, 1, 2, 3 և 4 էլի նույնի մեջ։ Ահա, ես այս մոխրագույնը մի անգամից ամրացնում եմ այստեղ, իր հետ գործելով գնում եմ։ Հաջորդ էլի բաց ենք թողնում, մյուսին գործում ենք անթել սյունիկ, մեկ հատ։ Էլի հաջորդ սյունիկը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք 4 հատ թելով սյունիկ, նույն սյունիկի մեջ, 1, 2, 3 և 4։ Նորից հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք անթել սյունիկ։ Ու այսպես շարունակելու ենք մինչև վերջ։ Էլի հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք 4 հատ թելով սյունիկ, 1, 2, 3, 4 ու էլի հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք 1 անթել սյունիկ։ Էլի հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք 4 հատ թելով սյունիկ, 1, 2, 3, 4, ահա։ Եվ էլի հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ գործում ենք անթել սյունիկ, մեկ անգամ էլ ցույց տամ ու մնացածը դուք շարունակեք մինչև շարքի վերջ, ինձ թվում է պարզ է։ Էլի հաջորդը բաց ենք թողնում և մյուսի մեջ գործում ենք 4 հատ թելով սյունիկ, 1, 2, 3, 4, էլի հաջորդը բաց ենք թողնում, մյուսի մեջ անթել սյունիկ ու այսպես շարունակ, էլի հաջորդը բաց ենք թողնում 4 հատ թելով սյունիկ, հաջորդը բաց ենք թողնում 1 հատ անթել սյունիկ, էլի հաջորդը բաց ենք թողնում մյուսին 4 հատ թելով սյունիկ ու այդպես շարունակ մինչև շարքի վերջ, այսպիսի գեղեցիկ եզրապատում է ստացվում։ Մնացածը ինքնուրույն գործեք, վերադառնանք, շարունակենք։ Հա, վերջում այստեղ արդեն մեր առաջին սյունիկից անում ենք միացնող սյունիկ, օդային օղակ և կտրում ենք թելը, որ հետո թաքցնենք։ Տեսեք, այս ավելորդ թելերը հետո ամբողջը կթաքցնենք գործվածքի մեջ։ Տեսեք, այսպիսի գեղեցկություն է ստացվում։ Տեսեք ինձ սիրուն է։ Հիմա որ ծաղիկները ավելացնենք զգեստին, էլ ավելի սիրուն է լինելու։ Բայց մինչ ծաղիկները գործել եմ, մեզ հարկավոր է նաև եզրապատել այս հատվածը հետևի, ինչպես նաև սա, այս հատվածը, ամբողջությամբ վզի հատվածը։ Այսպես չենք անելու, պարզապես սովորական անթել սյունիկներ են գործելու և մեզ պետք է մի հատ փոքրիկ կոճակ, այստեղ կոճակ գործելու համար, կարելու համար։ Եզրերը գործելու համար այստեղից ամրացնում ենք նորից մեր մանուշակագույն թելը։ Իմ դեպքում մանուշակագույն թելը, ձեր դեպքում որ թելով, որ սկսել եք գործել ձեր ուրեմն զգեստը։ Եվ հենց այստեղ հաջորդ սյունիկի մեջ, այստեղ այս հատվածում անում ենք անթել սյունիկ։ Այսպես։ Այստեղ ամբողջությամբ անթել սյունիկներ գործելով գնում ենք։ Քանի որ այստեղ ինչ որ կոնկրետ սյունիկներ չեն երևում, որտեղ որ հնարավոր է հելունը մտցնել, այսպես գործելով գնում ենք ուղղակի։ Ինչ-որ հաշվել և այլն կարիք չկա։ Այսպես, բոլոր
ծայրի այս անցքերով, գործելով անթել սյունիկներ անելով գնում ենք։ Այս մոխրագույնի հատվածն էլ եմ անելու այս գույնով, խնդիր չի, գեղեցիկ կլինի միևնույնը։ Եկանք հասանք այս ներքևի հատվածը, ծայրի հատվածը, մոխրագույնի արդեն, էլի։ Ուղղակի անթել սյունիկներ ու պտտում ենք, արդեն այս հատվածում ենք շարունակում գործել։ Տեսեք։ Ամբողջ եզրագիծը, այսպես ուղղակի սովորական սյունիկներ են գործում, անթել սյունիկներ։ Եկանք հասանք այս վերևի հատվածը, շարունակում ենք գործել էլի անթել սյունիկներ, յուրաքանչյուր այս կիսասյունիկները, որ երևում են, այդ կիսասյունիկների մեջ։ Այստեղ արդեն երևում են կիսասյունիկները, հետևաբար հենց դրանց մեջ էլ գործելու ենք։ Քանի դեռ ես գործում եմ, խնդրում եմ, եթե բաժանորդագրված չեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, քանի որ ձեզ սպասում են էլի շատ հետաքրքիր սխեմաներ։ Նաև եթե ինչ-որ առաջարկներ ունեք, կարող եք գրել, սիրով բոլորիդ մեկնաբանությունները կարդում եմ։ Գրինան առաջարկները նոր ինչ-որ խաղալիքների ինչ-որ հետաքրքիր սխեմաների վերաբերյալ, թե ինչ կցանկանաք գործեմ հետագայում, թե ընդհանուր ալիքի հետ կապված, հա, ընդհանուր ներկայացման ձևի հետ կապված, գուցե ինչ-որ բան չեք հավանում, ինչ-որ բան հասկանալի չէ իմ բացատրածից, կամ ինչ-որ հարցեր գուցե կան, հանգիստ կարող եք բոլոր մեկնաբանությունները գրել, սիրով կպատասխանեմ բոլորիդ մեկնաբանություններին։ Ինձ համար շատ հաճելի է, որ դուք ակտիվ եք լինում, քանի որ ինչպես նշել եմ բազմիցս, հենց ձեր ակտիվությունն է ինձ մոտիվացնում, որ շարունակեմ հետաքրքիր սխեմաներ ներկայացնել ձեզ։ Գիտեմ, որ հելունագործության մասին, հատկապես խաղալիքների հելունագործության մասին կոնտենտը շատ սահմանափակ թվով մարդկանց է հետաքրքրում, շատ քիչ մարդիկ կան, որոնց հետաքրքիր է, որ կան միանան գործային, հա, հայալեզու հատկապես, հայալեզու հանդիսատեսի մասին է խոսքը։ Դրա համար յուրաքանչյուրի ակտիվությունը շատ կարևոր է ինձ համար, որովհետև լսարանը շատ մեծ չէ։ Եկանք հասանք այս եզրին արդեն, այս հատվածում էլ մենք էլի, այստեղ մի հատ էլ կարող եմ անել, ինձ թվում է։ Եվ արդեն միացնող սյունիկ կանենք այստեղ, բայց չենք կտրում թելը, տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Այստեղ չենք կտրում թելը, քանի որ կոճակի համար այսպիսի հարմարանք է, պետք է գործենք հիմա, որպեսզի կոճակը հետո կարողանանք ամրացնել։ Դրա համար այստեղ հենց հավաքում ենք անթել սյունիկներ։ Կախված ձեր կոճակի չափից, հա, իմ կոճակը քանի որ շատ փոքրիկ է, շատ պետք չէ, ինձ թվում է 1, 2, 3, 4, 5, 5-ը լրիվ բավարար է։ Եվ բերում ենք մեր այս մի սյունիկ բաց ենք թողնում, հաջորդ սյունիկից միացնում ենք, անում ենք միացնող սյունիկ։ Մի հատ օդային օղակ ենք անում ու կտրում ենք թելը։ Այս թելը թաքցնելու ենք։ Բոլորը ավելորդ թելերը, հետո ասեղի վրա կհագցնենք թելերը ու կթաքցնենք ամբողջը։ Եվ այստեղ այս հատվածում հիմա կարելու եմ կոճակը, որ այսպես ամրանը։ Ես կարեցի նաև կոճակը, ինչպես նաև թաքցրի բոլոր ավելորդ թելերը։ Ըստ էության մեր զգեստը պատրաստ է, բայց նաև ավելացնելու ենք հիմա ծաղիկներ զգեստի վրա։
Նախորդ նապաստակի զգեստի դեպքում ես գործել էի 6 հատ ծաղիկ զգեստի համար և 3 հատ այս աբադոկի համար, այսինքն 9 հատ էի ընդհանուր գործել, որոնցից 8-ը սպիտակ գույնով էր, 1-ը զգեստի գույնով էր, այս դեպքում էլի կգործեմ 8 հատը սպիտակով, 1-ը զգեստի գույնով, մանուշակագույնով կանեմ։ Եկեք գործենք սկզբում ծաղիկները, հետո կանենք աբադոկը։ Ես գործելու եմ 2 մմ չափի հելունով ծաղիկները։ Եվ մեզ պետք է դեղին գույնի թել ծաղիկների մեջտեղի հատվածը անելու համար։ Անելու ենք հիմա դեղինով ամիգուրումի օղակ։ Օղակի մեջ հավաքելու ենք 5 սյունիկ։ 1, 2, 3, 4 և 5։ Ձգում ենք օղակը և այս մեր առաջին սյունիկին անում ենք միացնող սյունիկ։ Օդային օղակ և կտրում ենք այս թելը, մեզ դեղինը այս ծաղիկի դեպքում պետք չի, հետո այս երկուսը տակից կթաքցնենք։ Այժմ վերցնում ենք մեր սպիտակ թելը և ամիգուրումի օղակին ենք միացնում, որևէ տեղից։ Նայ այսպես, անում ենք մի հատ օդային օղակ և նույն սյունիկի մեջ գործում ենք 1 սյունիկ, նույնի մեջ անում ենք 2 հատ թելով սյունիկ, 1, 2 և էլի նույնի մեջ անում ենք 1 հատ անթել սյունիկ։ Շարունակում ենք հաջորդի մեջ, էլի հաջորդ սյունիկի մեջ գործում ենք 1 հատ սյունիկ, նույնի մեջ 2 հատ 1 թելով սյունիկ, 1, 2 և էլի նույնի մեջ 1 հատ անթել սյունիկ։ Հիմա հաջորդի մեջ էլի, այստեղ ուշադիր եղեք, թաքնվում են այս սյունիկները, հաջորդի մեջ էլի 1 սյունիկ, նույնի մեջ 2 հատ թելով սյունիկ, 1, 2 և նույնի մեջ էլի 1 հատ անթել սյունիկ։ Հիմա հաջորդի մեջ էլի 1 հատ անթել սյունիկ, նույնի մեջ 2 հատ թելով սյունիկ, 1, 2 և նույնի մեջ էլի 1 հատ անթել սյունիկ։ Եվ վերջին 5-րդ սյունիկի մեջ անում ենք 1 հատ էլի սյունիկ, 2 հատ թելով սյունիկ և նույնի մեջ էլի 1 հատ անթել սյունիկ։ Այս վերջինը կարող ենք միանգամից անել միացնող սյունիկ, եկեք հենց այդպես էլ անենք։ Անում ենք միացնող սյունիկ, 1 հատ օդային օղակ և կտրում ենք թելը։ Մի փոքր երկար ենք թողնում, որ ծաղիկը կարենք զգեստին ու աբադոկին։ Ձգում ենք այսպես, այս հետևի ավելորդ թելերը կապում ենք իրար ու կարճ կտրում ենք, որ մեզ չխանգարի։ Այսպես։ Եվ կտրում ենք։ Ահա վերջ։ Այսպես գեղեցիկ փոքրիկ նուրբ ծաղիկներ են ստացվում։ Եվս 8 հատ նույն կերպ կարող եք գործել, որոնցից մեկը կարող եք անել զգեստի գույնով աբադոկի համար, որպեսզի աբադոկի մեկ ծաղիկը լինի զգեստի գույնով։ Հիմա գործելու ենք նապաստակի աբադոկը,
որը գործելու համար ես արդեն իսկ հավաքել եմ հելունի վրա 65 օդային օղակից բաղկացած շղթա։ Ձեզ մոտ գուցե ավել կամ պակաս լինի, կախված ձեր նապաստակի գլխի շրջագծից։ Այսպես եք չափելու։ Այս հատվածը ու հետևը գալու է աբադոկի հետևի մասը, գլխի այս հետևի ներքևի մասն է գալու։ Ինձ մոտ 65-ը բավարար է եւ այստեղ ուղղում ենք մերս շղթան, որ հանկարծ պտտված չլինի եւ միացնում ենք շղթայի երկու կողմերը իրար միացնող սյունիկով։ Այսպես պարզապես անում ենք միացնող սյունիկ։ Եվ այստեղ անում ենք երկու հատ օդային օղակ։ Այնուհետև ամբողջ շղթայի եզրագծով յուրաքանչյուր օդային օղակի մեջ գործում ենք թելով սյունիկ։ Թելով սյունիկներ գործելով գնում ենք։ Պետք է ստացվի իմ դեպքում 65 թելով սյունիկ։ Ձեր դեպքում այնքան, ինչքան որ կա ձեր շղթայի մեջ օդային օղակ, կախված ձեր խաղալիքի գլխի եզրագծից։ Այսպես պարզապես թելով սյունիկներ գործելով գնում ենք մինչև վերջ, վերջում անում ենք միացնող սյունիկ ամենաառաջին թելով սյունիկից և ավարտում ենք գործ։ Կտրում ենք ու թաքցնում ենք թելը այդտեղ և արդեն մեզ կմնա միայն ամրացնել, կարել ծաղիկները։ Վերջ, եկեք Թվում է պարզ է, անհասկանալի ոչինչ չի լինի կարծում եմ այս հատվածում։ Եկեք գործենք, վերադառնանք, ծաղիկներն էլ ամրացնենք ու ավարտենք մեր նապաստակի սխեման։ Վերջ ինձ մոտ պատրաստ է աբադոկը, ինչպես նաև ծաղիկները բոլորը գործել եմ։ Հիմա մնում է մեզ ծաղիկները կարենք զգեստին և աբադոկին։ Ունեմ 9 հատ ծաղիկ, որից 6 հատը կարելու եմ զգեստին, իսկ 3 հատը աբադոկին։ Պարզապես սովորական կարում ենք զգեստի վրա, ինչ-որ հատուկ բան չկա, դնում եք այն հատվածում, դիմացի հատվածում ենք, կարում միայն ծաղիկները զգեստի դիմացի հատվածում։ Եվ այսպես կարելով գնում ենք։ Շատ ինչ-որ շատ կարել հարկավոր չի, մի քանի կար ենք անում, ուղղակի որ մնա ամուր մնա ծաղիկը զգեստի վրա։ Ես թվում է այստեղ բավական է։ Նույն կերպ կարում ենք նաև մնացած սպիտակ ծաղիկները, մնացած 5 սպիտակ ծաղիկները այս դիմացի հատվածում, որ մասը, որ ձեզ դուր է գալիս։ Այսպես խառը դնում ենք ու կարում։ Վերջ, մեր սիրուն ու նուրբ նապաստակը պատրաստ է արդեն։ Ինձ թվում է իդեալական նվեր է ուղղակի սա փոքրիկ աղջիկների համար, հաստատ կուրախանան բոլորը, մանավանդ, չգիտեմ, նկատել եք երևի, երեխաները հենց ձեռագործ խաղալիքներ շատ են սիրում։ Կարծես իրենք զգում են, որ իսկապես սեր կա ներդրված յուրաքանչյուր ձեռագործ խաղալիքի մեջ։ Իսկ դու միացիր իմ ալիքին, որպեսզի բաց չթողնես հետագա հետաքրքիր տեսանյութերը, հետաքրքիր սխեմաները, խնդրում եմ հավանիր տեսանյութը, ինչպես նաև որևէ մեկնաբանություն թող։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիր, շնորհակալ եմ, որ դիտում էիր, կհանդիպենք հաջորդ սխեմաների ժամանակ։ Առայժմ